Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Հեզությունը շատ հաճախ շփոթում ենք թուլության հետ, բայց Հիսուսը այն նկարագրում է որպես իրական ուժ։ Իր իսկ օրինակով նա կոչ արեց աշակերտներին իրեն նմանվելու։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու ինձանից սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։ Հեզությունը Աստծուն հնազանդվելու տեսանելի արդյունքն է մարդու կյանքում։ Խորը համոզում է, որ Աստծո մարդը կանչված է զուսպ ու խոնարհ կյանքով ապրելու։ Հեզությամբ քայլող մարդը Քրիստոսի օրինակին է հետևում։ Հեզություն նշանակում է ուժ զսպվածության մեջ։ Տեր Հիսուս Քրիստոսը կատարյալ հեզության օրինակ է։ Նա, որ ուներ ամբողջ իշխանությունը, խոնարհվեց մեզ փրկելու համար։ Հեզ լինել չի նշանակում թույլ լինել, այլ նշանակում է հնազանդել Աստծուն և վստահել Աստծո արդարությանն ու իր ժամանակին, առանց մեր ուժն օգտագործելու մեր նպատակներին հասնելու համար։ Աստված հպարտներին հակառակ է, բայց նրանք, ովքեր վստահում են իրեն, նա բարձրացնում է իր ժամանակին։ Հեզ մարդը հանգչում է Աստծո տնօրինող ու ապահով ձեռքերի մեջ։ Տեր, դարձրու ինձ հեզ, ինչպես Քրիստոսը, տուր ինձ համբերություն և խոնարհություն քո կամքին հնազանդելու։ Ամեն։